Ողջույն բոլորին, այս տեսանյութում հաջորդ շաբաթվա կանխատեսումն է բոլոր նշանների համար։ Փետրվարի 9-ից մինչև 15-ը ընկած ժամանակահատվածի համար։ Տեսնենք մեզ ինչ է սպասվում, միշտ նայում ենք նույն, հիմա գնայինք արդեն կանխատեսումը, գնայինք խոյերին։ Ինչ է սպասվում խոյերին փետրվարի 9-ից 15-ը։ Ընդհանուր ֆոնը շատ ճանապարհներին կլինեք, շատ այսօրեն կողմ կգնաք, նաև ձեր գործերը կմղեք առաջ, նաև ինչ-որ մարդիկ կարող են գալ ձեզ մոտ։ Կարող է հյուր են գալիս, կարող է նաև աղայքի, կամ դուք եք գնում իրանց մոտ ինչ-որ երկար ճանապարհ։ Տեսնենք անձնական կյանքը։ Անձնական կյանքի հետ կապված այստեղ մի փոքր խնդիրներ կան, ովքեր որ ամուսնացած են։ Այստեղ ճակատագրական քայլ է, ոմանք կարող են շատ խիստ ճակատագրական քայլ անել։ Ոմանց մոտ էլ սա փորձություն է, որ հարաբերությունները կարող են ունենալ, կարող եք փորձության մեջ հայտնվել հարաբերություններում։ Սա նաև բեռ է ընտանիքի անդամների բեռն է ձեր ուսերին, ընդհանուր ամբողջ ընտանիքի բեռն է ձեր ուսերին։ Դուք եք ավելի կամ գումար աշխատողը կամ մի խոսքով ինչ որ մի բան է այստեղ։ Աշխատանքի հետ կապված սա ձեր տնօրենին է ցույց տալիս կամ ձեր մենեջերին է ցույց տալիս, ում հետ ավելի շատ այս շաբաթ կաշխատեք կամ ինչ որ հարցեր կարող են առաջանալ, իրար հետ լուծեք։ Նաև դա աշխատանք է, որ կարող եք գտնել մի փոքր ուժային կառույցում կամ դե ավելի ֆիզիկական աշխատանք կարող է լինել։ Եվ կամ ավելի շատ լինի աշխատանք, ոնց որ դուք ֆիզիկապես ավելի շատ գործեր անեք։ Նաև դա ուժ է աշխատանք փնտրելու, ուժ է աշխատելու, ավելի շատ աշխատելու համար, բայց գումարի հետ կապված այստեղ խնդիրներ կան, խճճվել եք, լաբիրինթը չեք կարող դուրս գալ, միգուցե պարտքեր են, կարող է ամեն տեղից այդ պարտքերը կան, ամեն տեղից այդ ինչ որ խնդիրներ են կամ սա պետքա վճարվի, նա պետքա վճարվի, ոնց որ եկել են այդ վճարումների ժամանակ, եւ ոնց որ խճճվել եք այդ ամեն ինչի մեջ։ Կամ ծախսերն են շատ, աշխատավարձը չի բավականացնում։ Եվս դա էլի է խճճվել է դա նշանակում։ Գումարի հետ կապված այստեղ ամենայն դեպս զգուշացում ունեք, որ շատ մի ծախսեք, որովհետև հետո կարող է ինչ որ մի ձևով չկարողանաք ինչ որ հարցերին լուծում տալ։ Իսկ առողջության հետ կապված բացարձակապես այստեղ ոչ մի տեսակի խնդիրներ չունեք։ Ամեն ինչ կարգին է, թե ինչ որ մի բան էլ այնպես չէր, ապա կապակինվեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։ Գնայինք ցուլերին։ Ինչ է սպասվում ցուլերին փետրվարի 9-ից 15-ը։ Շատ կարևոր փաստաթուղթ է սա ձեզ համար, կամ փաստաթղթերի հետ եք աշխատելու, փաստաթղթեր եք տանելու, բերելու, ներկայացնելու։ Ցուցակ կարող եք կազմել, շատ գրեք, ինչ որ բաներ, նորություններ կլսեք, ինչ որ կարող նոր մարդու հետ ծանոթացել եւ անդադ նամակագրական կապի մեջ եք։ Տեսնենք ցուլերի անձնական կյանքը։ Անձնական կյանքում այստեղ սիրային փուլեր են, դա է ասում, այստեղ իրավիճակը հիանալի է, կարող են ոմանք նաև ծանոթանալ նոր մարդու հետ, գնան ավելի շատ միասին անցկացնեք, ավելի շատ ժամադրության գնաք։ Նաև դա անակնկալ է, որը կարող ընտանիքի ոչ անդամներից մեկը կարող է իր մոտ է ինչ-որ անակնկալ եւ դա ձեզ ուրախացնում է, ձեր տրամադրությունը բարձրացնում է։ Գուցե նաև տանը ծնունդ ունեք կամ ինչ-որ առիթ է, դա եւս ինչ-որ նվերներ կարող եք ստանալ կամ դուք տանեք ինչ-որ մարդկանց նվերներ։ Կամ ինչ-որ կարևոր մի բան է տեղի ունենալու ընտանիքում, որը ձեզ շատ ուրախացնի։ Դե ովքեր միայնակ են, այստեղ նաև նոր սեր, նոր հարաբերություններ, նոր սիրիբիլի պահեր է, դիմացի պահնադեռ։ Աշխատանքի մեջ սա պետք է լինեք ավելի աշխուժ, ավելի խորամանկ ինչ-որ մի բան անելու համար կամ նաև աշխատանքի ընդունվելու համար, եթե գնում եք հարցազրույցի եւս, ինչ-որ ձևով պետք է, եթե հաճախորդների հետ եք աշխատում, եւս էլի պետք է ինչ-որ չափով խորամանկություն ցույց տալ դիմացը։
Բացի դա էլ այստեղ կարող խաբեբաներ կան, ովքեր որ ձեզ փորձում են խաբել աշխատանքի հետ կապված, բիզնեսի հետ կապված, եւս պետք է ուշադիր լինել այդ հարցերում։ Խոստացել են աշխատանք, բայց չկա։ Գումարը այստեղ կամ տան անդամներին գումարներ կգա կամ տան վրա կարող գումար ծախսել ավելի շատ։ Տան իրեր գնեք, տան վերանորոգում, տուն գնեք կամ տուն վաճառեք, այդպես գա գումար։ Եվ իհարկե տան անդամներն են, սա տան անդամների վրա կարող գումարներ ծախսել։ Այստեղ առողջության հետ կապված բացարձակապես խնդիր չկա, ինչ որ կարող է անալիզ եք տվել, պետք է այդ անալիզի պատասխանները ստանաք։ Կամ ոչ է բժշկական ինչ որ հիմնարկությունից կարող փաստաթուղթ է, որ պետք է վերցնեք կամ տակ, դուք տակ, ուղարկեք, ինչ որ պահեր են այստեղ։ Կամ որևիցե այստեղ դեղատոմս կարող է լինել, որ գնաք դեղորայք գնեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։ Գնանք եկվորյակներ։ Ինչ է սպասվում եկվորյակներին փետրվարի 9-ից 15-ը։ Կզբաղվեք ձեր առողջությամբ, ձեր գեղեցկությամբ, շաբաթ ավելի շատ ծնողների հետ կանցկացնեք, ծնողների մոտ կլինեք, իրենցով կզբաղվեք, նաև ինչ-որ գործունեություն է, որ դեռ դանդաղ է բարձրանում։ Տեսնենք անձնական կյանքը։ Անձնական կյանքում այստեղ շատ ուշադիր պետք է լինել, ովքեր որ ամուսնացած են հարաբերությունների մեջ են, այստեղ կարող է կտրուկ ոչ քայլ անեք, որոշեք, կամ այստեղ կտրուկ քայլը դեպի ընտանիք է, կամ հակառակը։ Երկուսն էլ այստեղ կա, կամ նաև տան անդամներից ոչ մեկը կարող է վիրահատության է գնալու, իրանով պետք է զբաղվեք։ Դա կտրուկ քայլ է նաև, կարող ընտանիքով ինչ-որ մի բան եք որոշում, հիմքից նոր բան սկսել, օրինակ հիմքից տեղափոխվում եք մեկ այլ երկիր, մեկ այլ քաղաք, եւ այդտեղից հիմքից սկսում եք, կամ միանում եք կրկին եւ էլի նորից ոնց որ զրոյից սկսում եք հարաբերությունները, այսինքն փուլերը անցել եք, կարող է բաժանվել եք, հիմա կրկին ընտանիքը միավորվում են, նայեք, այստեղ սիրտի անգամ տակը միավորվում եք, եւ այդպես ապրում։ Աշխատանքի հետ կապված բավականին էմոցիոնալ կլինեք, հնարավոր է աշխատանքի ձևն է այդպեսին, հնարավոր է աշխատանքի ոճն է այդպեսին, որ կարող է լարված ինչ-որ բան պետք է անեք, արագ, ոնց որ դրա համար լարվում եք ավելի շատ։ Նաև սա կարող է սիրավեպ է աշխատանքի վայրում կամ ինչ-որ միտեղ, ինչ-որ մի բան ձեզ համար մութ է մնում, ինչ-որ գաղտնի է մնում, ինչ-որ մի բան ոնց որ կամ ձեզ լիարժեք չեն ասում, թե ինչ է կատարվում ձեր աշխատանքի վայրում, կամ ինչեր պետք է արվի ընդհանրապես, ինչ որ մի բան է, որը որ գաղտնի է, կամ նաև սա շատ աշխատանք է, որը գերհոգնածություն է եւ գիշերը անգամ չի ստացվում նորմալ քնել, հանգստանալ։ Դե համար պետք է հետևեք այստեղ ձեր առողջությանը։ Գումարի հետ կապված ունեք մանր-մունր ծախսեր կամ նաև գումարային մանր-մունր խնդիրներ են, որ պետք է սա վճարեք, նա վճարեք, մոռացել եք միգուցե հիշեցնեմ, որ այստեղ ինչ-որ մի փոքր գումար պետք է տաք, այստեղ սա։ Եվ յուրաքանչյուր ֆինանսական գործարք, ֆինանսական հարցեր լուծելու համար անպայման մանրուքներին ուշադրություն դարձրեք, այնտեղ կարող 1-0 ավել է, իրենք չեն տեսել կամ դուք չտեսնեք, հետո դա ոնց որ ասում է, ձեզ վրա շատ թանկ նստի։ Այն որ պետք է վերցնեիք օրինակ 10,000 դրամ վարկ, վերցում եք 100,000 դրամ եւ չգիտեք որ այդքան եք վերցնում։ Մի խոսքով ինչ որ բաներ են, որ սխալ են այստեղ։ Նման ուշադիր եղեք յուրաքանչյուր ֆինանսական հարցեր այդ ժամանակ։ Եվ այստեղ առողջության հետ կապված ուշադրություն դարձրեք ձեր այն ինչ որ ունենք երկու հատ, ականջներ, ձեռքերը կարող են ցավել, ոտքերը կարող են ցավել, քիթը կարող է, ինչ որ կարող է մրսածություն է այստեղ ուտևելի, առողջության հետ կապված է, կամ քիթը օպերացիա եք անում եւ այստեղ պետք է անպայման ինչ որ տամպոններ դրվի, համենայն դեպս աչքերին եւս ուշադրություն դարձրեք, այն ինչը որ մի խոսքով երկու հատ է մեր մոտ, յուրաքանչյուր բան, ինչ երկու հատ ուշադրություն դարձրեք, ականջ, մականջ, ամեն ինչ, նույնիսկ ամենակարևոր օրգանները պետք է եւս ուշադրություն դարձնել այնտեղ, որից ունենք երկու հատ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։ Գնանք խեցգետինների։
Ինչ է սպասվում խեցգետիններին փետրվարի 9-ից 15-ը։ Բավականին էմոցիոնալ շփոթ է ձեզ համար, միգուցե լավ, միգուցե հակառակը, որովհետև այստեղ չեմ կարող ասել, ինչ է, ընդհանուր ֆոնն է դա։ Եվ գիշերները պետք է ուշադիր լինեք, շատ ուշ չքնեք, որովհետև կարող է դա գերհոգնածություն է, կարող է չեք կարող հանգստանաք, առավոտ արդեն մի տեսակ եք, ձեր մայրիկի հետ շատ ժամանակ անցկացնեք։ Տեսնենք անձնական կյանքը։ Անձնական կյանքում ինչ-որ մի բանը խաղ եք վերածել կամ լուրջ չեք վերաբերվում կամ դիմացինով որ փորձում է ձեզ հետ ծանոթանալ ինքը լուրջ չի վերաբերվում կամ ձեր հարաբերություններին կամ ձեզ կամ մոտեցել է դուք ինքներդ այդպես լավ չեք վերաբերվում, լուրջ չէ ոնց որ ամեն ինչը ինչ-որ մի բան տեղի կունենա ընտանիքում մեկական թարթ, ինչ-որ կամ ընտանիքի անդամների հետ է կապված կամ ձեր անձնականն է դա Նաև այս շաբաթ կարող եք երեխաներին տանել ոչ խաղատուն կամ դուք ինքներդ գնաք այն մեծերի տեղը, այնտեղ խաղակ յուրաքանչյուր այնտեղ բավական խաղեր կան կարող գնալ հա զբաղմունք է դա շաբաթօրը կամ կիրակի մի խոսքով երեխաներին տանեք հա ընտանիքով կարող եք նաև գնալ Աշխատանքի հետ կապված փոփոխություն է կամ աշխատանքի փոփոխությունը կամ տարածքն եք փոխում, աշխատանքը եւս պետք է ստիպված փոխեք։ Միգուցե փոփոխությունը նաեւ ինչ որ բաժնից բաժին, հա, կամ ոնց որ այս աշխատանքն եք անում, հիմա փոխեն ձեզ մեկ այլ աշխատանք անեք, միգուցե դա է ձեր էմոցիաների պատճառը։ Նաեւ դա գործուղում է, ոմանք գնան գործուղման Ոմանց մոտ այստեղ կարող է հղիությունը կամ ծննդաբերությունը դրա համար կանգնացնում եք, այսինքն հղիության արդեն են փուլն է կամ արդեն ծննդաբերությունը եւ կանգնացնում եք աշխատանքը, այդպես փոխում եք այդ աշխատանքը եւ այնտեղ ձեր մայրը գալիս է ձեզ խնամելու։ Գումարի հետ կապված կարող եք գտնել ձեզ համար երկրորդ եկամտի աղբյուր, որպեսզի ավելի շատ լինի գումարը Երկու եկամուտ կունենաք այս շաբաթ, երկու տեղից գումար կստանաք կամ երկու տեղ պետք է գումար ծախսեք կամ կարող է ձեր ծնողներին եք գումար տալիս կամ իրենց տան վարձն եք տալիս, մետը ձեր տան վարձն եք տալիս, ինչ որ բան է, որ երկու հատ է Օրինակ նաև կարող է երկրորդ տուն եք գնում, երկրորդ մեքենա եք գնում, դրա վրա եք գումարները ծախսում Բայց ամենաշատը հավանական է, որ այստեղ երկու տեղից գումար կստանաք Դե կախված է թե ով ինչ է աշխատում, միգուցե երրորդ տեղն էլ ունեք։ Առողջության հետ կապված պետք է ինչ-որ ուղի եք ընտրել, միգուցե ինչ-որ բան եք ուզում անել, քիթ է օպերացիա անել, ինչ-որ մի տեղ դունչ է եւ այլն, ինչ-որ պահեր են, որ այդ շաբաթ կորոշեք, որ հա, ուզում եմ սա անել։ Մի քիչ պետք է արագ որոշեք, չնայած արդեն իսկ ազդեցությունական Մերկուրի, այնպես որ մի փոքր այդտեղ պետք է երկար մտածել, արժի ռիսկի դիմել թե ոչ, որտեղ մի քանի օր ու արդեն նա կկանգնի, իսկ մինչև կանգնելը նա դեռ պտտվում է, մենք ենք տեսնում, որ նա պտտվում է, իսկ պտտուի ժամանակ այդքան էլ լավ չէ եւս։ Ամսի 4-ից է կարծեմ պտտվում, թե ամսի 6-ից։ Հետո կանգնում է, նոր շարունակվում է հետ է գնում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։ Գնային կառույցներին։ Ինչ է սպասվում առույցներին փետրվարի 9-ից 15-ը։ Ինչ որ կին է, շատ կարևոր է, կամ աղջիկ է։ Միգուցե իր հետ անցկացնեք, միգուցե ձեր նոր մենեջերն է, նոր տնօրենն է, միգուցե ինչ որ նոր մարդ է, որը մտնում է ձեր կյանք, նոր ծանոթություն։ Տղաների համար սա կարող է լինել նաև իրենց երկրորդ կեսը, ամբողջովին նոր ծանոթություն, որպես հակառակ սեռի ներկայացուցիչ։ Նաև ինչ-որ կարող պատվիրում է ձեզ, ինչ-որ ապրանք կամ այս շաբաթը ամբողջ շաբաթ պետք է իր պատվերով զբաղվեք, իր գործերով զբաղվեք։ Տեսնենք անձնական կյանքը։ Այստեղ աշխատանքում ու ֆինանսներում այդքան էլ լավ չէ։
Ուրեմն անձնական հարաբերություններում այստեղ բավականին շատ շփում կունենաք, շատ խոսակցություն, շատ շփում, հնարավոր է նաև բամբասում են ձեզանից, ձեր հարաբերությունից կատեսել են ինչ-որ մեկի հետ, ու սկսեն բամբասել։ Նաև դա ուղղակի ծանոթություն կարող է լինել, ընտանիքում նստեք քննարկեք որևիցե հարցեր, գուցե այստեղ գումարի հետ է կապված, աշխատանքի գումարի հետ է կապված, աշխատանքում այստեղ խոչընդոտներ են, աշխատանք գտնելն է խոչընդոտները մի տեսակ, նաև եթե աշխատում եք, կարող է ինչ-որ խնդիրներ կան, դժվարություններ լինեն աշխատանքի մեջ, ինչ-որ խոչընդոտ է, որ չի ստացվում, գործը անել, վերջացնել, այդպես։ Եվ նույնն էլ բիզնեսում, թե բիզնես ունեք, ապա շաբաթ պետք է կամ այս աղջիկը ձեզ կարող է աջակցել, օգնել, կամ այդպես։ Գումարի հետ կապված այստեղ բորբոքվածություն է, ինչ-որ մի բան ձեզ դուր չի գալիս, միգուցե աշխատավարձ է, միգուցե այն գումարը, որ կստանաք, միգուցե չեք կարողանում գումար վաստակել, եթե աշխատանքը նորմալ չի, այստեղ գումարը եւս կարող եք բավական այդպես բորբոքված եք, բարկացած եք, կամ ինչ-որ մեկի վրա, կամ ինչ-որ մի բանի վրա։ Ոնց որ այստեղ եթե աշխատանքը չկա, այսպես թե այնպես, գումարի հետ կապված եւս խնդիրներ կան։ Կամ քիչ եք աշխատում, ոնց որ չեք կարողam լիարժեք աշխատել, ավելի շատ աշխատել, դրա համար ոնց որ խնդիրներ է դա ձեզ համար։ Առողջության հետ կապված սա հղիություն է ոմանց համար, ծննդաբերություն, առողջության հետ կապված փոփոխություններ, միգուցե այստեղ կանացի հետ կապված է, այնտեղ դաշտանադադար եւ այլն, ինչ որ բաներ, որ մարդը փոխվում է իր ընդհանուր առողջականը։ Դա եթե այստեղ ընդհանրապես այս քարտով վերագրենք, առողջությունը եթե վատ է, ապա սա լավ է ցույց տալիս, որ ավելի լավ է։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։ Գնանք կույսերի։ Ինչ է սպասվում կույսերին փետրվարի 9-ից 15-ը։ Ընդհանուր ֆոնը ոչ է տղամարդ է, սա էր ամենայն դեպս ուզում ընկնել, սա աշխատանքի հետ կապված գուցե լինի ոմանց համար, գուցե պետական աշխատող որ պետք է հանդիպեք, ձեր տնօրենն է, ձեր հայրն է, որ պետք է խնամեք այս շաբաթ, ինչ-որ մի տղամարդ է, ինչ-որ բաներ է պատվիրել եւ ոնց որ շաբաթվա ընթացքում անդադ իր հետ պետք է առնչվեք։ Տեսնենք կույսերին ինչ է սպասվում անձնական կյանքում։ Անձնական կյանքում սա անլրջություն է, խաղ է, ինչ-որ մեկին լուրջ չեք վերաբերվում, հարաբերություններին կարող է լուրջ չեք վերաբերվում, կամ ինչ-որ մեկն է, որ նոր ծանոթություն է ուզում հաստատել իրեն, լուրջ չեք վերաբերվում, մի տեսակ ոնց որ կամ չեք վստահում իրեն, կարող է։ Նաև մեկ ակնթարթ ինչ-որ մի բան տեղի կունենա, ընտանիքի անդամների հետ դա կարող է կապված լինել, ձեր անձնականի հետ դա կարող է կապված լինել։ Եվ կարող ընտանիքով գնալ որևէ միտեղ խաղալ, երեխաներին տանել, իրենք այնտեղ խաղան։ Աշխատանքի հետ կապված որևէ աղջիկ է այստեղ, իր հետ ինչ կարող պատվիրում է ձեզ, կամ ձեր տնօրենն է գալիս աղջիկ, մենեջերը նոր ընդունվում աղջիկ, եւ իր հետ պետք է դեռ լեզու գտնեք, կամ նոր աշխատակից է, կամ ձեր ընկերուհին է, որ գալիս է ձեր աշխատանքի վայր, կամ դուք եք այնտեղ գնում, տեսնում եք ձեր ընկերուհին էլ է այնտեղ աշխատում։ Նաև դա կարող է լինել երկու ընկերուհի կամ դուք եւ ձեր քույրը, ձեր մայրը իրար հետ սկսում եք որևէ գործունեություն, ինչ-որ մի բիզնես, սկսում եք այդ աշխատել։ Եվ գումարի հետ կապված բավականին այստեղ խոսակցություն է։ Հնարավոր է կամ պարտքեք պարտքեն են ուզում, կամ ձեզ են պարտուք եք պարտքերն ուզում, խոսակցություն կա, թեմաներ կան գումարի հետ կապված, կամ ինչպես շատ գումար աշխատել, կամ ինչու է սա ծախսել, կամ արի սա գնենք, չգնենք, ինչ-որ բաներ կարող քննարկել, արժի հիմա սա գնել, թե ոչ, մի փոքր սպասենք, եւ այլն, նմանատիպ ինչ-որ խոսակցություններ։ Նաեւ սա բամբասանք է, կարող բամբասել ձեր ֆինանսական վիճակի վրա, կամ ձեր ծախսերի հետ կապված, այդպես։ Եվ կարող է լեզվակռիվ է գումարի հետ կապված, ինչ-որ մեկը մի բան է ուզում է, մյուսը այդքան էլ չէ։
Առողջության հետ կապված բացարձակապես այստեղ ոչ մի տեսակի խնդիր չկա, անգամ շատ ուժեղ եք, հզոր, ինչ-որ մի բան անելու համար, կարող եք յուրաքանչյուր բան սկսել, յուրաքանչյուր բան անել։ Ուժը տեղը, ամեն ինչը տեղը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։ Գնենք կշերքներին։ Ինչ է սպասվում կշերքներին փետրվարի 9-ից 15-ը։ Փոփոխություն է մտնում ձեր կյանք, փոփոխությունը յուրաքանչյուր ոլորտում այն կարող է տեղի ունենալ։ Նաև փոփոխություն կարող է լինել տան, քաղաքի, երկրի հետ կապված այն նմանատիպ փոփոխություններ։ Նաև հղիություն, ծննդաբերություն։ Կարող եք երկար ճանապարհ գնալ այս մեկ շաբաթ օրինակ, 5 օր գնաք, 5 օր հետ գաք այդպես։ Տեսնենք անձնական կյանքը։ Անձնական կյանքում եւս այստեղ նայեք հղիությունը, ծննդաբերությունը, երեխաները կան ձեզ մոտ այս մեկ շաբաթը մնան, կարող է նաեւ ձեր թոռները կան, կամ իմանաք, որ թոռ եք ունենում, կամ արդեն ունեցել եք, այս մեկ շաբաթը գնաք իր մոտ մնաք, որ խնամեք իրեն։ Նաև դա ընտանիքում որևէ նոր գործունեություն է, որևէ նոր բիզնես է, որը կսկսեք այս շաբաթ կամ կզբաղվեք ընտանեկան որևէ բիզնեսով։ Եվ աշխատանքը այս շաբաթ ավելի շատ նույն գործը կանեք, նույն ոնց որ նույն ցիկլային աշխատանքն է, նույն գործերն է, ոնց որ նույնը պետք է անեք։ Նաև աշխատանքային պայմանագիր կարող եք կնքել։ Ձեր ամուսինը կամ կինը, եթե չէր աշխատում, կսկսի աշխատել։ Այդ գումարի հետ կապված այստեղ խոչընդոտներ կան։ Կամ գումարը հանելու, գումարը ավելի շատ, հա, որ լինի, գումար շատ աշխատելու։ Ինչ որ խնդիրներ կան, խոչընդոտներ կան գումարի հետ կապված։ Միգուցե նոր եք սկսում աշխատել։ Նոր եք պայմանագիր կնքում, դեռ հա ոնց որ այս շաբաթը այդքան էլ գումարի դե բնական է, ամսվա կեսը, մեջտեղն է, անգամ մեջտեղն էլ չի սկիզբն է, եւ ոնց որ դժվարություններ կարող են լինել գումարը վաստակելու հետ կապված։ Առողջության հետ կապված այստեղ ավելի կհեշտանա ինչ-որ մի բժշկի տեսնել, ավելի կհեշտանա բուժումը, ավելի կհեշտանա այդ դեղորայք որ ընդունեք ոնց որ ավելի միանգամից կազդի ձեզ վրա, ավելի քան ոնց որ 10 օր պետք է խմեիք, կզգաք, որ 2-3 օր խմեցիք, արդեն ամեն ինչ կարգին է։ Այնպես որ հիանալի է այստեղ, եթե ուզում եք ինչ-որ մի բժշկի էլ տեսնեք, ապա կկարողանաք հանգիստ տեսնել իրեն։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։ Գնանք կարիճների։ Ինչ է սպասվում կարիճներին փետրվարի 9-ից 15-ը։ Ընդհանուր ֆոնը սա նորությունն է։ Կարող եք մեկ շաբաթ անդադ հյուրեր ունենալ ձեր տանը, կամ ինչ-որ մեկը կարող գալ, մնալ ձեր տանը մեկ շաբաթ հյուր, կամ դուք կարող եք գնալ ինչ-որ միտեղ եւ այնտեղ մեկ շաբաթ մնաք։ Սա նաեւ ծանոթություն է, կարող է դրսում ինչ-որ մեկ է ծանոթանաք, բայց դա այդքան էլ լուրջ չի, հա, լուրջ հարաբերություններ չեն դրանք։ Անդադ կարող եք բաներ պատվիրել, բերեն, ապրանք կստանաք, եթե ինչ-որ բան եք պատվիրել։ Տեսնենք անձնական կյանքը, սա նաև ճանապարհ է, կարող եք երկար ճանապարհ գնալ։ Ընտանիքում այստեղ ինչ-որ բաներ կան, որ անլուրջ եք տրամադրված, կամ եթե նոր ծանոթություն է, դա է անլուրջ, ոնց որ անվստահություն դեռ կա։ Ձեզ են անլուրջ վերաբերվում, կամ դուք եք անլուրջ վերաբերվում տվյալ անձնավորությանը։ Նաև ընտանիքի անդամների հետ կապված կամ ձեր անձնականի հետ կապված, ոչ ինչ-որ մի ակնթարթային մի բան տեղի կունենա, հա, այստեղ չեմ կարող հստակ ասել այս քարտով, չնայած լավ շաբաթ է, լավ քարտեր են։ Նաև դա կարող եք ընտանիքով գնալ խաղալ ինչ-որ միտեղ, կամ դուք գնաք մեծերով խաղալ ինչ-որ միտեղ։ Աշխատանքի հետ կապված աշխատանքը կամ կարիերան ընդհանրապես դանդաղ է ընթանում, ձեզ թվում է թե ինչ-որ բաներ այնպես չէ, բայց պետք է սպասել, հա, ամեն ինչը այդպես դեռ դանդաղ ինքը գնում ընթանում է առաջ։ Եվ կարող է ընտանեկան ոչ գործ սկսեք, հա, ձեր մայրն է արել, ձեր հայրն է արել, հիմա էլ դուք որոշեք, ասեք, չէ,
նոր զբաղվեմ այդ գործերով կամ լավ կլինի որ զբաղվեմ ընդհանրապես իմ ծնողների գործերով, որոնք որ իրանք են արել։ Նմանատիպ մտքեր կկան ձեզ մոտ եւ իրենց գործերով կարող զբաղվել։ Ոմանք նաեւ կարող են սկսել զբաղվել վարսավիրությամբ կամ բժշկական վարության ինչ-որ քույր կամ եւ այլն նման ինչ-որ գործերով։ Կամ ձեր ծնողները կարող են աշխատել կամ ինչ-որ մի բան է, որ այստեղ կամ աշխատում եք կարող ձեր ծնողներին օգնելու համար։ Մնային դեպս, եթե ինչ-որ մի բանը ձեզ մոտ դանդաղ է ընթանում, հատկապես եթե դուք եք ինչ-որ մի բան սկսել անձնական, ոչ թե ուրիշի մոտ եք աշխատում, ապա պետք է հասկանաք, որ ինքը դեռ դանդաղ է աճելու եւ արագ արդյունքներ դեռ չեք ունենա։ Եվ գումարի հետ կապված այստեղ, եթե ինչ-որ բան եք որոշել գնել, ինչ-որ մի ուղղություն եք որոշել, կարող ուզում եք ինչ-որ ապարատուրա գնել, ինչ-որ մի բան գնել, ինչ-որ մի բանի վրա գումար ծախսել, այս սրանով եմ ուզում զբաղվեմ, որպես եկամտի, երկրորդ եկամտի աղբյուր լինի, ինչ-որ բաներ են, որ կմտածեք ավելի շատացնելու ձեր գումարը, ձեր ֆինանսական վիճակը։ Այսպես գումարի հետ կապված, ինչ-որ ուղղություն է, որ մտածել եք։ Այդ կարելի է օրինակ սա անել, այսպես։ Իսկ առողջության հետ կապված պետք է եւ կանայք եւ տղամարդիկ ուշադրություն լինեն իրենց հորմոններին, կանացի եւ տղամարդկանց օրգաններին, այնպես ուշադրությունը դա է, վարակներ եւ այլն։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։ Գնանք աղեղնավորներին։ Ինչ է սպասվում աղեղնավորներին փետրվարի 9-ից 15-ը։ Ինչ-որ բարկություն կա այս շաբաթ ձեր մեջ, բորբոքված եք անընդհատ, լարվածությունը չի լինում թողել, անընդհատ ինչ-որ բաներ կան, որ էլի ազդում է ձեզ վրա, մի խոսքով այս շաբաթը ոնց որ բորբոքված շաբաթ է։ Անհանգստություններով, այդպես։ Տեսնենք, որ ոլորտում եք այստեղ անհանգիստ։ Տեսնենք անձնական կյանքը։ Նշվում է ներքին անհանգստությունը այստեղ ավելի շատ։ Եթե կար, ապա կարող է անցնել, եթե կար։ Այդպես, որտեղ անձնական կյանքում ամեն ինչ նորմալ է, ամեն ինչ կայունանում է, միգուցե դա էր ձեր անհանգստանալու կամ բորբոքված լինելու, լարված լինելու պատճառը։ Բայց ամեն ինչ կարգավորվում է, եթե երեխաների հետ էր, եթե ամուսնու հետ էր, կնոջ հետ էր, ինչ-որ լարվածություն, ապա դա կանցնի։ Նաև եթե ընտանիքի անդամներից որևէ մեկի մոտ էր, ինչ-որ մի խնդիր, որ դուք էլ եք անհանգիստ, ապա դա եւս անցնում է, կայունանում է ձեր հարաբերությունները։ Ավելի ովքեր որ են նոր սիրային փուլում են, դա ավելի ոնց որ կամրապնդվի, ավելի ամուր է լինում։ Իսկ ովքեր որ ընտանիք են եւ խնդիրներ կային, ապա դա ավելի կլավանա։ Եվ աշխատանքի հետ կապված ոմանք կարող ինչ-որ պայմանագիր կնքեն, հարկ լինի գնաք սովորեք, ավելի շատ ոնց որ քան աշխատեք այս պարագայում։ Նաեւ Նկո ինչ-որ փաստաթղթերի հետ եք աշխատում, ինչ-որ ցուցակների հետ եք աշխատելու այս շաբաթ, ինչ-որ բաներ կարող է լինեն, որ պետք է գրեք, չնջեք, հաշվապահություն եք անում։ Ինչ-որ փաստաթուղթ կարող եք ստորագրել նաև այս շաբաթվա ընթացքում։ Կամ աշխատանքի հետ կապված ինչ-որ բան է, թուղթ է, որը էլի կարող ձեզ բորբոքում է, ինչ-որ մի խնդիր է կարող է։ Գումարի հետ կապված այստեղ գումարը կամ գումարը գալիս է կամ գումարը ծախսում եք, գումարի քարտն է, այստեղ եւս ոչ մի խնդիր չկա, եթե գումարի եք սպասում կստանաք, եթե ոչ, ապա այդ շաբաթվա ընթացքում բավականին կարող եք շատ ծախսեր անել նաեւ։ Եվ առողջության հետ կապված այստեղ ուշադրություն դարձրեք կանացի օրգաններին, տղամարդիկ իրենց կան տղամարդկանց օրգաններին, հորմոններին, որ կա եւ իհարկե վարակները, որ երբ որ ընկնում են սրանք, դա նշանակում է վարակ կամ նմանատիպ ոչը բահեր։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։ Գնանք այծեղջյուրներին։ Ինչ է սպասվում այծեղջյուրներին փետրվարի 9-ից 15-ը։
ինչ-որ մի բան է, բորբոքված եք, լարված եք, կռվի տրամադրված, այդպես ինչ-որ հարցի հետ կապված, կարող բարկանալ նաև։ Տեսնենք անձնական կյանքը, անձնականում է նայեք, նույն բանը։ Այստեղ անձնական հարաբերություններում է բորբոքվածությունը, կարող է վիճում եք ձեր զույգի հետ, խոսակցություններ կան, լարված եք կամ իրենց համար եք անհանգիստ, կամ իրենք են ձեզ բարկացնում այս շաբաթ, ինչ-որ մի բանն է, այնպես չէ, որ բարկություն կա այդ ոլորտում։ Այդտեղ շատ չեմ ուզում խորանալ, ամեն մեկ իր կյանքը գիտի, թե ինչ է կատարվում եւ ինչն է իրեն հունից հանում, ընտանիքում։ Միգուցե երեխաներն են այստեղ, միգուցե նաեւ զույգն է, միգուցե ինչ-որ մի բան է, որ մեկը մյուսի հետ համաձայն չի։ Օրինակներ չբերեմ, որովհետեւ ամեն մեկի կյանքը մի ձև է։ Եվ աշխատանքի հետ կապված ժամանակը շատ կհատկացնեք աշխատանքին, գուցե դա է, հա, ներսից նյարդայնանում եք, հա, գերհոգնածություն է ձեզ մոտ։ Նաև կարող է ինչ-որ ժամկետ է, որ ժամկետում պետք է ինչ-որ մի բան անեք, տաք հաճախորդին, կամ կարող է դրա համար լարված ոնց որ անեք, կամ նաև ժամանակն է ինչ-որ մի բան անելու, ժամանակն է ինչ-որ մի բան սկսելու, հա, ինչ-որ մի բանը անելու աշխատանքի հետ կապված, կամ բիզնես անելու, կամ ժամանակն է նաև փոխելու ձեր ռազմավարությունը, ինչ-որ մի բան ուրիշ ձև անեք։ Եվ ֆինանսների հետ կապված է այստեղ, միգուցե դա է, գումարի հետ կարող է կապված լինել ձեր բորբոքվածությունը, ինչ-որ լաբիրինթ է, ինչ-որ մի խուճուճ բաներ են, որ ոնց որ խորացել եք այդ մեջ եւ չեք կարող դուրս գալ, կամ սա կարող է պարտքեր են, կարող է ծախսեր են ավելորդ, հա, կարող է ինչ-որ բաներ են, որը ձեզ էլի այդ բորբոքման է բերում։ Բողը մեկ սա պետք է հոճարեք, մեկ նա եւ ասենց խճճվել եք այդ գումարների մեջ կամ ինչ-որ մի տեղերից պետք է գումար վերցնեք եւ դեռ չկա, դա է նաեւ այդ դժվարություններ կան գումարները ստանալու, վերցնելու հետ կապված։ Իսկ առողջության հետ կապված սա վերաբերվում է ինչ-որ դեղատոմս է կամ ոչ է փաստաթուղթ եք ստանում, փաստաթուղթ պետք է տաք, փաստաթուղթ վերցնեք հիվանդանոցից, ինչ-որ նման տիպ պահեր են։ Անալիզ եք հանձնել եւ սպասում եք ոնց որ պատասխանին եւ ստանում եք այս շաբաթ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։ Գնանք ջրհոսներին։ Ինչ է սպասվում ջրհոսներին փետրվարի 9-ից 15-ը։ Ընտրության առջև եք կանգնացնելու, ինչ-որ շատ կարևոր ընտրություն է, ոմանց համար թեթև ուղղակի ինչ-որ մի բան պետք է ընտրեք կամ անընդհատ տատանումների մեջ եք լինելու։ Սա նաև այս շաբաթ կարող եք ինչ-որ մեկի հետ որոշել, որ ձեր հարաբերությունները վերջանում, մեկը գնում է իր ճանապարհով, խանգարում է նա ձեզ կամ բարկացնում է, կամ ինչ-որ մի բան է, հա, որ այստեղ ինչ-որ մեկի հետ կարող եք որոշել այդպես առանձնանալ։ Սա երկրորդ եկամտի աղբյուր է, որ կարող եք փնտրել ձեզ համար, որ գտնեք, ինչ-որ բան է, որ երկու գործ կարող եք անել այս շաբաթ միաժամանակ։ Տեսնենք անձնական կյանքը։ Անձնական կյանքում այստեղ նոր երիտասարդ է, միգուցե նոր անձնավորություն է, որ մտնում է ձեր կյանք, միգուցե նաև նա ձեր տղան է, կարող է գալիս է բանակից, ձեր բարեկամն է, ինչ-որ մի տղա է, որ ձեր ընտանիքին մոտ է, կամ գալիս է ձեր տուն, կամ հա, կարող մեկ շաբաթ մնում է ձեր տանը, կամ ձեր ամուսնու ընկերոջ տղան է, որ պետք է մնա ձեր տանը, կամ ձեր տղան է կարող բանակից, հա, մեկ շաբաթ օրինակ օդպուսկ է եկել եւ մնալու է տանը։ Դե սա նոր հարաբերություններ են, նոր սեր է ոմանց համար, կարող եք հանդիպել։ Եվ դա կարող ընտրության առջև եք կանգնած կամ հանդիպեք իր հետ, թե ոչ, թե երկու մարդու կարող միջև եք այդպես արդեն ընտրություն անում։ Եվ աշխատանքի հետ կապված ուշադիր եղեք, ովքեր որ սուր գործիքներով են աշխատում, հա, դուք ուշադիր եղեք։ Նաև դա ինչ-որ մի բան եք հիմքից կամ աշխատանքն եք փոխում, կամ դուրս եք գալիս աշխատանքից, ամբողջությամբ փոխում եք մասնագիտականը, այդ ոճը, աշխատելու ամբողջությամբ ոճը փոխում եք,
Նաև դա կարող է լինել ինչ-որ բան է, որ մարդը որոշում է հիմքից ինչ-որ բան փոխել իր մոտ, կամ աշխատելու ձևը, կամ խոսելու ձևը աշխատանքի հետ կապված, կամ այդ մասնագիտական, ամեն ինչ այստեղ հիմքից փոխվում է։ Եվ գումարի հետ կապված այստեղ գումար կստանաք ոմանք, կամ ոմանք էլ գումար են փոխանցելու դիմացինին։ Ավելի առույգ կլինեք գումար վաստակելու հետ կապված, այստեղ նորություն կլսեք ինչ-որ մի ֆինանսական ինչ-որ հարցերի հետ կապված։ Հյուրերի վրա կարող եք գումար ծախսել, կամ դուք գնաք հյուր, այդպես գումար ծախսեք, կամ իրենք ոնց որ գալիս են, եւ դուք պետք է գումար ծախսեք։ Այն առողջությունը պետք է հստակ հետևել, որովհետեւ այստեղ ինչ որ խնդիրներ կան, կամ ժամանակ առ ժամանակ ինչ որ բախվում եք ինչ որ պահերի, կամ այստեղ պետք է լուրջ հետևել ձեր առողջությանը։ Եթե ինչ-որ խնդիրներ են առաջանում ժամանակ առ ժամանակ, անպայման նորից էլի գնացեք արեք, զբաղվեք ձեր առողջությամբ։ Խնդիրներ կան։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։ Գնանք ձկներին։ Ինչ է սպասվում ձկներին փետրվարի 9-ից 15-ը։ Ոմանք ամուսնանալու են, ոմանք հարսանիքի են այս շաբաթ, ոմանք ամուսնության առաջարկ կանեն, սիրո խոստովանություն, ոմանք պայմանագիր կկնքեն, կամ այս շաբաթը ամեն օր նույն բաները կանեք, նույն գործը կանեք։ Այդպես կամ ինչ-որ մեծ պատվեր է, կամ ինչ-որ միտեղ եք աշխատում, որ նույն բաները անընդհատ նույնը։ Տեսնենք անձնական կյանքը։ Դա երևի բեռը ձեր ուսերին է, դրա համար միայն դուք եք անում, կամ ճակատագրական քայլ եք անում, այստեղ ամուսնանում եք, հարսանիք է սա։ Կամ ճակատագրական ծանոթություն է, կամ ճակատագրական քայլ է։ Այդպես։ Պետք է նաև հարաբերություններում ուշադիր լինել, ճակատագրական քայլը այստեղ միայն ամուսնությունը չի, նաև հակառակն է։ Եթե այսպես վերագրենք։ Դե բեռն է ձեր ուսերին, շատ նաև փորձության մեջ կարող լինել, ձեր հարաբերությունները կարող փորձության մեջ լինել, ինչ-որ մի ծանր բեռ է, որ ձեր ուսերին է, ձեր խաչն է, որ պետք է գրեք, միգուցե հարաբերությունների հետ է կապված, միգուցե ընտանիքի անդամների հետ է կապված, ինչ-որ պահեր են այստեղ։ Աշխատանքի հետ կապված այստեղ հնարավոր է պայմանագիր եք կնքում ինչ-որ մեկի հետ, կարող ձեր տնօրենին է ցույց տալիս, ձեր մենեջերին է ցույց տալիս, կամ փոխվում է, տղամարդ է գալիս, կամ երիտասարդ է հիմա մեծ է գալիս, կամ հակառակը։ Նաև դա կարող պատվիրատու է, որ պատվիրում է այս շաբաթ ձեզանից ինչ-որ բան, կարող է մշտապես աշխատանքը ինքն է ձեզ պատվիրել։ Նաև բիզնես է, կարող եք սկսել որևէ մեկի հետ բիզնեսով զբաղվել, գործունեությունը այդպես լայնացնել, մեծացնել։ Կամ ինչ-որ մեկն է, ում հետ որ պետք է աշխատեք, կամ դեր աշխատանքի վայրում պետք է ինքը գայսը պետք է սովորեցնեք իրեն ինչ-որ մի բան։ Ֆինանսների հետ կապված այստեղ պետք է անպայման ուշադիր լինեք, որովհետև կորուստ կան, կամ շատ է ծախսը անիմաստ լինելու, կամ ուղղակի կարող հենց կորցնել։ Եվս հա պետք է կամ խնդիրներ կան գումարային այստեղ։ Այն 3 տարբերակ ունեք, ամենայն դեպս ամենակարևորը ուշադիր եղեք ձեր գումարներին, ձեր բանկային քարտերին, ձեր դրամապանակին շատ ուշադիր եղեք, եւ թե որտեղ ինչքան եք վճարում, կարող է ինչ-որ միտեղ 2 հատ 5000 դրամ եք տալիս եւ չեք նկատում, կամ 5000-ի հետ եւս մեկն էլ ակապած չեք նկատում։ Իսկ առողջության հետ կապված ուշադիր եղեք, այստեղ կոկորտ, անգինա, գրիպ, մրսածություն, այդպես այդ օրգաններին շատ ուշադիր եղեք։ Այսքանը ձեզ համար այստեղ կարևոր քայլը ամուսնություններ, անձնական կյանքներ եւ գումարը, որին որ պետք է շատ ուշադիր լինեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի շաբաթ եմ մաղթում։